Գիրք առակաց, գլուխ 22 Բարի անունը լավ է մեծ հարստությունից, ընտիր շնորհքը արծաթից ու ոսկուց, հարուստն ու աղքատը հանդիպում են իրար, երկուսին էլ այցելում է տերը, չարագործին պատժված տեսնելով խորագետն ավելի հարստությամբ է խրատում իրեն, բայց անմիտները զանց առնելով այն ավելի են վնասվում, Տիրոջ երկյուղն իմաստության սկիզբն է, դա է և հարստություն, և փառքը, և կյանքը, թուրամիտ մարդկանց ճանապարհներին տատասկ կա և որոգայթ, բայց ով որ զգուշանում է իր հոգու համար, հեռանում է նրանցից, երիտասարդը դաստիարակում է ըստ իր ընտրած ճանապարհի և ծերության ժամանակ էլ չի հեռանում դրանից, աղքատները պիտի տիրեն հարուստներին և ծառաները պիտի փող տան իրենց տերերին, ով անզգամություն է ցանում, չարիքներ է հնձելու և պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան, Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն, աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի, որովհետև տնայնին իր հացից է բաժին հանել, կաշառք տվողը հաղթություն և պատիվ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին, ժանտ մարդուն դուրս վռնդիր ատյանից և հակառակությունը կվերանա նրա հետ, որովհետև երբ նա նստած է լինում ատյանում, անարգում է բոլորին, Տերը սիրում է մաքուր սիրտը և բոլոր անառատ մարդիկ ընդունելի են նրան, թագավորը հովվում է շուրթերով, Տիրոջ աչքերը պահպանում են գիտությունը, բայց Տերն արհամարհում է անօրեն խոսքերը, ծույլը պատճառ է բռնում և ասում ճամփին առյուծ կա, փողոցների մատույցներում մարդասպաններ, անօրենի բերանը խոր հոր է և Տիրոջն ատելի անձը նրա մեջ պիտի ընկնի, վատ ճանապարհներ կան մարդու առջև և նա չի ուզում հետ դառնալ դրանցից, բայց հարկավոր է հետ դառնալ ծուռ ու վատ ճանապարհից, անմտությունը բորբոքված է երիտասարդի սրտում, ուրեմն գավազանը և խրատը հեռու են նրանից, աղքատին զրպարտողը բազմացնում է իր չարիքները և նա, ով զրկում է նրան և տալիս է հարստին, կարոտության մեջ պիտի մնա, ականջդ մոտ պահիր իմաստունների խոսքերին, լսիր իմ խոսքերը, հաստատիր սրտիդ մեջ և կիմանաս, որ դրանք բարի են, և եթե դրանք պահես սրտիդ մեջ, կուրախացնեն քեզ և միշտ կմնան շուրթերիդ վրա, որպեսզի քո հույսը Տիրոջ վրա լինի, ես քեզ ցույց կտամ նրա ճանապարհները և դու այդ խոսքերը երիցս գրի հոգուդ մեջ, քո մտքի գիտության և բանականության մեջ, ահավասիկ ես քեզ սովորեցնում եմ ճշմարիտ խոսքեր և գիտություն, որպեսզի քեզ հարցնողներին հոժարությամբ ճշմարտությամբ խոսքերով պատասխաններ տաս, Մի բռնացնիր աղքատի վրա, որովհետև նա խեղճ է և մի անարգիր տնայնին դատարանի մեջ, որովհետև Տերն է նրա դատն ու դատաստանն անելու, և Տերն է, որ անկորուստ պիտի փրկի քո հոգին, ընկեր մի լինիր բարկացոտ մարդուն և մի առնչվիր բյուրաբորբոք բարեկամի հետ, որ չլինի թե սովորես նրա ճանապարհները և ծուղակն ընկնելով խեղդամահ լինես, որևէ մեկից ակնածելով պարտքի համար անձդ երաշխավոր մի դարձրու, որովհետև եթե չունես, որտեղից պիտի վճարես, և ինչու առնեն տանեն քո անկողինը, որի վրա հանգստանում են կողերդ, մի փոփոխիր քո հայրերի դրած հավիտենական սահմանները, իր գործի մեջ փութկոտ և խելամիտ մարդուն պետք է կանգնեցնել թագավորների
եւ ոչ թե ծույլ ու անպետք մարդկանց առջև։